Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում են ոչ օլիմպիական մարզաձևերի միության եւ հայրեններ հասարակական կազմակերպության պատվիրակությունները։ Վազգեն Սարգսյանի օրինակով առաջնորդվելու եւ նրա պատգամներին հետևելու խորհրդով են երիտասարդները եկել անմահների բարձունք խոնարհվելու մեծ գործի հուշաքարի մոտ։ Մենք մեր հերոս տղերքի հետ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու։ Նրա անունը ոչ միայն էջերում է, այլև մեր բոլորի սրտերում։ Նա մեծ օրինակն էր տղամարդկայնության, հայրենասիրության, խիզախության եւ Եռաբլուրը դա լուր օրինակն է բոլոր այն հերոս տղերքի, որոնք չխնայեցին իրենց կյանքը այն մեծ նվիրումը ունենալով հայրենիքի հանդեպ, զոհեցին իրենց կյանքը, նրանց անունը մենք երբեք չենք մոռանա։ Մենք խոնարհվում ենք նրանց շիրիմների առջև եւ վերահաստատում այն, որ նրանց գործերը շարունակվելու են, քանի դեռ սերունդները հիշում են նրանց։ Հայաստանի նորագույն պատմության, պետականության կայացման եւ բանակաշինության մեջ անուրանալի դեր ունեցող Սպարապետի հիշատակը հարգելուց հետո Հովհաննես Ծառուկյանն ու 44-օրյա պատերազմի մասնակիցները ծաղիկներ են խոնարհում նաեւ անհետ կորածներին եւ զոհված մեր հերոսներին նվիրված հուշարձանների մոտ։ «67 տարի առաջ այսօրը ցնծացել է հայ ազգը, որ Սպարապետ Վազգեն է ունեցել։ Շատ հպարտ ենք, որ Հովհաննեսի հետ մենք այսօր եկանք այստեղ, երբ որ մենք մոտիկանում ենք այս 44-օրյա պատերազմի վիրավոր տղաների հետ Սպարապետի շիրիմին, ես վստահ եմ, որ նրա հոգին փառավորվում է, որ գիտի, թե ինչպիսի հետնորդներ ունի, գիտի ինչպիսի տղաներ են եղել, որ ոչ միայն հոգեպես եւ բարոյապես, այլև ֆիզիկապես ջանք չեն խնայել իրենց հայրենիքի պաշտպանության համար։ Օրվա շարունակությունը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում է, տեղի է ունենում զինվորների օրհնության կարգ։ Մեր ազգի պատմության մեջ ոչ մի պատահական մարդ չկա։ Վազգեն Սարգսյանն էր, նաև Աստծուց էր։ Ասեմ ձեզ ավելին, խորվիրապը մարդի շապիկը արկել եկեղեցում ծառայելը։ Աստված օգնի բոլորիդ, բայց ձեզ մի հորդորող, մի բան ունեմ ասելու։ Պետք է շատ զավակներ ունենաք։ Ձեր տեսակը պիտի շատ լինի։ Քաջ, նվիրյալ եւ օրինակելի մարդիկ մեր հայրենիքի մեջ պիտի շատ լինեն։ Աստված օգնի Հովհաննես ջան ձեզ եւ շատ գովելի է ձեր օրինակ Աստված ձեզ օգնի ձեր ընտանիքը։ Այս լավ տղաների կողքը կանելը եւ ինչ որ անում եք, դա մեր հայրենիքի մեր Աստծո համար եք անում։ Աստված ձեզ օգնի։ Տեր Ժիրայրի խոսքով երիտասարդները պետք է շարունակեն Վազգենի գործը, մեր հողի վրա ամուր կանգնելով շենացնեն եւ ուժեղացնեն այս երկիրը։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։